Բարև ձեզ։ CV Game-ի եթերում այսօր զրուցելու ենք Արա Ներսիսյանի հետ։ Պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ներսիսյան, մեր զրույցը սկսենք Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ, աջակցելով եկեղեցուն, նշելով, որ ինքը իր ձևերով, եթե քաղաքական կորցիչները չկարողանան լուծել եկեղեցի եւ իշխանություն հարցը, իրենք իրենց ձևերով կմիջամտեն, կլուծեն այդ հարցը ըստ էության, եւ որից հետո քրեական գործ հարուցվեց ու Սամվել Կարապետյանը կալանավորվեց, տեսնում ենք, որ բազմաթիվ կողմից աջակցություն է նրան ցուցաբերվում, եկեղեցին է աջակցում, Ռոբերտ Քոչարյանն է աջակցության խոսք ղղել, Ռուսաստանից են աջակցել։ Պարոն Ներսիսյան, արդյոք Սամվել Կարապետյանի այդ ուղերձը քաղաքականություն մտնելու մասին էր, թե այնուամենայնիվ, ինչպես իրենք են պնդում, իրենց կողմն է պնդում, դա ուղղակի միգուցե հաշտեցնելու կոչ էր երկու կողմերին, իշխանությանը եւ եկեղեցու հոգեվորականներին։ Բարև ձեզ։ Հարց բավականին երկար ձևակերպեցիր, ես այրևի ավելի կարճ փորձեմ պատասխանել։ Սամվել Կարապետյանը հերթական դեսանտն է, որ Կրեմլը իջեցրել է Հայաստան։ Թե ինչ լիազորություններով է իջեցրել, իշխանադեպ թույլ տվել խորանա, իրանով է ուզում ստեղ իշխանափոխությունն է, եթե ինքը առաջի ստուգողական հետախուզական դեսանտնա խոշոր կալիբրի, մանր կալիբրի, այսքանի տարի փորձին, վերջում եկան հասան եկեղեցին էլ ուժի չպատեց, հիմա արդեն որ ուղղակի Կրեմլին հպատակ խոշոր գործարան ուղարկել, առաջի խոշոր գործարանն է, դրանից առաջ են Դոն Պիպոյը, չգիտեմ ով էր, մի խոսքով Ալի կլինի ես գնահատական չտամ Սամվել Կարապետյանը ինչ է ուզում անի, ինչ չուզում անի, որովհետև ի վերջո ինքը չի ուզում անի։ Ուզողը Կրեմլն է, ուզողը Մոսկվան է։ Ինքը ընդամենը այդ խաղի մեջ իմի թե զինվոր է, թե փիղ է, թե աֆցերին հայրը ոնց են ասում շախմատի պես։ Փիղ է, թե նավակ է։ Ես չգիտեմ, թե Կրեմլը իրան ինչ ֆունկցիա ինչ դեր է հատկացրել, համենայն դեպս էլի կլինեն, հիմի Սամվել Կարապետյանի մոտ չստացվեց, հետո կարող է Արա Աբրահամյանին ուղարկեն, հետո կարող է Մարգարիտա Սիմոնյանին ուղարկեն, ես մի քիչ հումորով եմ ասում, ասածս ինչ է, դնել խորանալ, թե ինչի համար Սամվել Կարապետյանը այդքան ասեց, հայտարարություն արեց, դրան ինչ կհետևի, ինչ կլինի, իմաստ չունի, արի խորանալ, ինչ է ուզում Կրեմլը մեզանից, հենց դա է, պարոն Ներսիսյան, բայց մենք վստահ ենք, որ Ռուսաստանից է ուղարկվել, այդ վերջնական հստակեցնենք դա, թե գուցե իրոք, որովհետև ասում են, դե լավ, եթե այստեղ նուրբ էլ չի սենց հարց առաջան, շատ դերակատարներ իրանք են ինիցիատիվա հանդես բերում, որտեղ իրանք ծրագրավորված են, չի կարա Ռուսաստանում միլիարդեր դարած մարդը, կապ չունի հայա, հրեայա, չուվաշա, չուկշիա, կարևոր չի ով էթնիկ պատկերացում, նա պետքա ծառայի Կրեմլին, ինքը դա գիտի, որ վայրկյանին, որ օրը չծառայեց Կրեմլին, հաջորդ օր ինքը կամ կալանավորը, կամ թալանված աքսորական է, Ռուսինսկի, Բերեզովսկի, Խադարկովսկի, այդ ցուցակը կարելի շարունակել Նույնիսկ մեր հայրենակիցը Լևոն Հայրապետյանը հեռու չգնանք։ Մի փոքրիկ ամբողջություն, մի փոքրիկ ուզեց հայրենիքին իր Արցախին ծառայի, տեսար ինչ կատարվեց այդ մարդու հետ։ Իսկ Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, եթե ինքը Կրեմլի ծիրից դուրս եկավ, իրավիճակը լուրջ է։ Հիմա ես չգիտեմ կոնկրետ Կիրիենկոն զանգի ասել է Սամվել տվայա օչերեց դավայ, նավիխը թե ինքն է որոշել որ իրա հերթն արդեն։ Եթե կապակցենք են Ֆրանսիայի հետ կապված դատավարություն, ես չգիտեմ, միգուցե դա ինքնագործնեություն է, ստրախովկա կամ իրան այսօր Հայաստանի բանտում կարող է ավելի ապահովա, քան թե Ռուսաստանում մնալը։ Դե կարող է իր առաջ պահանջներ դնեն, ասեն, քեզ օբյեկտ ենք Ֆրանսիայում վստահ է, գնա տեր կանգնի, ինքն էլ գիտի, որ չի կարա։ Ես չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Ինչ է ուզում Կրեմլը։ Ինչ է ուզում Կրեմլը, պարոն Ներսիսյան։
Հայաստանի վերադարձնի սարքի իր գաղութը ինչ եղել է 200 տարում։ Նույնիսկ վարչապետը զարմանալու երեկվա ելույթում խոստովանեց, որ ինքը չի եղել Հայաստանի վարչապետը, եղել է ֆորպոստի վարչապետ։ Վերջապես այն ինչ որ ես տարիներով ասում էի, վերջապես երեք խոստովանեց։ Իսկ Կրեմլը, Մոսկվան միշտ Հայաստանին նայել է որպես իր գաղութ։ Ու Հայաստանի իշխանությունները ընդհանրապես եղել են գաղութային իշխանություններ, գաղութի նայողներ։ Ես համոզված եմ, նույնիսկ մեկ ինձ հումորով ասում են, կարող է դիմսեյակում ես որտես վստահում ես, ես որ Կարեն Կարապետյանը մտավ Նիկոլի մոտ, ինքը բառացի ասել է, իշխանությունը քեզ ենք տալի, Մոսկվային չկպնես։ Նիկոլն էլ ընդունել է, համաձայնվել է, ու չպատկերացնելով, որ այդ չկպնեսը ինչի է բերելու։ Ոսորտը սկսել է պատկերացնել փառքաստու, տեսնենք։ Գաղութը պետք է մնա գաղութ։ Պարոն Ներսիսյան, ինչու հիմա Կրեմլը ավելի ակտիվացավ։ Ընտրություններն են 26 թվականի պատճառը, թե այլ իրավիճակ տարածաշրջանում տեղ ունեցողն է պատճառը։ Այ չհամաձայն որ հիմա ավելի ակտիվացավ, Կրեմլը ակտիվացել է 18 թվականի մայիսի 9-ից սկսած։ 9-ին չէ Նիկոլով ընտրվել, թե 8-ին էր։ Նիկոլի ընտրվելու վարչապետ դառնալու հաջորդ օրվանից։ Դե քանի որ ինքն էր նշան կոպիտ ասած համաձայնություն տվել որ դառնա Նիկոլը վարչապետ, դրա համար իր ակտիվությունը չափերի սահմանների մեջ էր։ Այդքան ձգվեց մինչև վերջի 22 թվին, եթե ճիշտ եմ հիշում, կամ 23, մի խոսքով 22-ին էր, որ Նիկոլը ասաց ես չեմ ուզում, հրաժարվում եմ բալաստից, բալաստ մեզ պետք չէ, ես անկախ Հայաստան եմ ուզում իր 29800 քառակուսի կիլոմետր տարածք։ 22 թվականի հոկտեմբերի Պրահան նկատի ունեք։ Հոկտեմբերի 6-ին։ Այո, Պրագայում հայտարարեց, որ վերջ մենք հերիք այդ բալաստը մեր վզին կաշտանք։ Մենք չենք ուզում, մենք հրաժարվում ենք Կրեմլի խաղալ, մենք ուզում ենք մեր Հայաստանը։ Դա եղավ այն անշրջելի կետը, որը այսօր հռչակում էր Պուտինին, որ ես էլ չեմ խաղում։ Ձեր պարում չեմ։ Այդ օրվանից ինքը ակտիվացեց, այդ օրվանից ստացել մի շաբաթ կամ ինչ-որ ժամանակ ծրագիր կազմեր, ոնց անի, ումով անի, ինչով անի, ու դե տաշնակ մաշնակ այդ զապաս մշտական կլիենտները 5-րդ շարացումը միշտ կա, բայց իրանք արդեն համոզվել էին այս քանի տարում, 5 տարում, որ այդ շարացումը անօգուտ անպիտան շարացում է, դրանից օգուտ չկա։ Հիմա այդ շարասյունը ձեր ասած, Նրանք այդ դամ պահողներն էին ընդհանրապես։ Հիմա այդ դամ պահող շարասյունը ձեր ասած, աջակցության խոսքեր է հղում Սամվել Կարապետյանին, արդյոք պարոն Ներսիսյան, դրանով իրենք Կարապետյանին ավելի չեն վնասում, քան օգնում իրենց այդ աջակցության խոսքերով, արդյոք Կրեմլը չի հաշվարկում, որ այս մարդկանց վարկանիշ կամ հակավարկանիշը այնքան բարձր է, որ իրենց ներկայությունն անգամ Սամվել Կարապետյանին կվնասի, քան կօգնի։ Պետք է մի քիչ նայենք ռուսական մեծապետական շովինիզմի հոգեբանությունը։ Եթե Կրեմլը այդքան խելք ունենար, այսքան տարիների ընթացքում ինքը պետքա Տրամպի ասածը աներ, որ ասում է պետքա քամագը սպաչեն, ինքը պետքա Հայաստանի իշխանությունը եւ ժողովրդի քամագը պաչեր, որպեսզի Հայաստանը մնար իր ծիրի մեջ։ Ինքը հակառակն էր գնում, ինքը ընդունել էր կուտա անի ձենուցը։ Այո։ Ու իրանք դա ոչ թե ձևական, իրանք դառնում համոզված են, այդ դա հոգեբանական խնդիր է, այդ բարդույթ իրանք չեն կարողում հաղթահարել, որ չէ, ձենուցը, всё, անցավ է ժամանակը անցել է, էլ սա ռուսա Հայաստանը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Ուստի հարցը իշխանությունը չի, այստեղ հարցը Նիկոլը չի։ 20 թվի պատերազմը, որ հայերը վերջապես աչքներով համոզվեցին, որ Ռուսաստանը իրանց բարեկամը չի, Ռուսաստանը իրանց փրկիչը չի, սա արդեն անշրջելի է։ Կրեմլը դա չի կարող հասկանալ ու գլխների մեջ չի տեղավորում։ Ու դա մեղադրելի չէ, այդ ժողովուրդը ունի այդ կոնստիտուցիան, ունի այդ հոգեբանությունը։ Դա ոչ լավ է, ոչ վատ է, մի խոսքով դա իրականությունն է, իրանք դա չեն հասկանում։ Իրաց թվում է, որ հեսա Նիկոլին հենց գցեցին,
հաջորդը գալու է ու ես ինչ անի։ Ոսոր իրան գնում են նա Իվանիշվիլիս նույն ձևավորություն են անում։ Դե Սահակաշվիլին եկավ հստակ Հրաստան դրեց արևմտյան ուղի, Սահակաշվիլին գցեցին, Իվանիշվիլին բերեցին նստացրեցին, դե իրացումը վերջացած Հրաստանը իրանցնա։ Վրաստանը իրանցի չի է, Վրաստանը արդեն ժողովուրդը Վրաստանի արդեն Եվրոպայում է։ Ուզում է 5 հատ Իվանիշվիլին փոխվի։ Միևնույն է վրաց ժողովուրդը գնում է Եվրոպա, Ռուսաստանից հեռու, Եվրոպան էլ է հարաբերական։ Դա էլ Ռուսաստանից հեռու փախնել, միայն հեռու փախնել այդ ճայիճից։ Իրան նույն մտածում են Իվանիշվիլ կներես միտքս ավարտը, մտածում են Իվանիշվիլ ստեղ կդնեն ու ամեն ինչ կանգնի իր տեղը, բայց էլի չեն ասում, ոսոր վրաց ժողովուրդը արդեն չի հավատում ռուսական փրկիչներին, չնայած վրացի ի տարբերություն մեզ միշտ չեն հավատացել, ի տարբերություն մեզ հայ ժողովուրդը արդեն չի հավատում ռուս փրկիչներին։ Հենց այդ մասին եմ ուզում խոսենք։ Եթե սա Իվանիշվիլի 2 օպերացիան է Հայաստանում արդեն, փորձ է արվում, չգիտեմ, Սամվել Կարապետյանի միջոցով, Սամվել Կարապետյանը չստացվի, ինչպես դուք նշեցիք, Արա Աբրահամյանի միջոցով կամ, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանի միջոցով, տարբեր անձերի միջոցով փորձել Իվանիշվիլի օպերացիա իրականացնել, արդյոք Հայաստանը այնքան արդեն ամուր ձևավորված հայեցակարգ, ասեմ, աշխարհայացք ունի, թե ժողովուրդը հատկապես, որպեսզի կարողանա ձեր նշած ինչքան էլ Վրաստանը տեսեք Իվանիշվիլի ունի, բայց վրաց ժողովուրդը Եվրոպայում է կամ հեռու է Ռուսաստանից։ Արդյոք մենք արդեն այդ անտառնալիության կետը հատել ենք, որ անգամ եթե կարողանան բերել տեղական Իվանիշվիլի, մենք արդեն մեր հասարակությունը Ռուսաստանից պոկված լինի, թե դա անշրջելի չէ դեռ։ Ես ճիշտն ասած չգիտեմ, տվյալներ չունեմ, բայց ենթադրում եմ 20 թվականի պատերազմը հսկայական ազդեցություն թողեց ժողովրդի հայ ժողովրդի մտածողության վրա։ Ես մարդիկ գիտեմ, որ պատերազմից առաջ, երբ որ ես ասում եմ Ռուսաստանը մեր թշնամին է, ինքը իսարտե ոչ թե ձևական, ոչ թե 5-րդ շարժ, ինքը հավատացած, որ առանց Ռուսաստան մենք կյանք չունենք, որ ռուսը չլի թուրքը, մարդը հավատացած էր։ 20 թվականից հետո այդ ձևի մարդիկ շատ են, որ իրոք հավատում էին Ռուսաստանը, որ մեզ փրկելու է, մեր փրկիչն է, մեր պաշտպանն է, բայց հավատքը կորավ։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ, եթե նկատել ես նույնիսկ այն ժամանակ էլ ովքեր իրանց դիրքավորում էին որպես պրոռուսական, իրանց ինչն էր նրանց կոզերը, նրանց ասելիքը որն էր, ռուսի դեմ եք գնում, ռուսը դեմ ոնց եք գնում, գիտեք ռուսի դեզի կսարքի Վրաստան, կսարքի Ուկրաինա, այսինքն ոչ թե ասում են ռուսը լավն է, ռուսը որակյալ է, այնտեղ լավ տեղ է գնանք, միանանք, ընկերանանք, չէ, ընդամենը վախենալու բոբոյա, վախեցեք այդ բոբոյից։ Բայց հիմա էլ այդ թեզը հիմա էլ աշխատում, ասում են ուկրաինազացիայի կենթարկեն։ Ահա, դա էլ երկստայր է, այդ միտքը որ հիմա ասում Ուկրաինանից ցույց տվեց, որ այդ բոբո Ռուսաստանը չի կարողանում Ուկրաինա հաղթի։ Չի 3 տարի չի կարողանում հաղթի։ Իսկ այդ բոբոն այդքան էլ բոբո չի։ Բայց Հայաստանի համար կարող է բոբո լինել։ Հայաստան Ուկրաինայի հզորությունը չունի, Ուկրաինայի տարածքները չունի, Ուկրաինայի աջակցությունը չունի։ Բայց Հայաստանի հետ էլ ուղիղ սահման չունի։ Ու հետո այդ պատերազմը սկսել զենք թուր տվանքով երկիր մտնել նվաճելը խաղու պարզ չի։ Դες մենակ ասելով չի։ Ինքան միայն այդ ձևլեներ ինչեր այդ 7 տարի ինչեր տոնտոնի բազան ստեղ ուներ, թո այդ բազան սիներ, ստեղ մի անգամից մի ռազմական հեղափոխություն աներ, մի հատ իր նամեստնիկ նշանակեր, քոչին բերեր նորից նստացնել պաշտոնին, հասեր էսա ձեր իշխանությունը հանգից վերընկեք տեղները։ Իսկ դա այդքան հեշտ չի անելը։ Տեսականորեն ամեն ինչ կարելի է պատկերացնել, որ սես կարանին, այս կարանին, եթե կարիներ կաներ։ Պարոն Ներսիսյան, մեր թեմեն ուրիշ գործիքներ ունի, օրինակ տնտեսական, օրինակ լոգիստիկ։ Հիմա մենք տեսնում ենք, որ ձեր նշած Իվանիշվիլու կառավարությունը Վրաստանում
տարբեր մեթոդներով չի թույլատրում հայկական կոնյակի արտահանումը իր տարածքով, խոչընդոտների հարուցում, վաղը կարող են լոլիկի մեջ ցուպիկներ գտնել, տարբեր ապրանքների մեջ տարբեր պատճառներով չթույլատրել անցնել Ռուսաստան, կամ հետո կարող է, չգիտեմ, գազը փակել, կարող է սահմանը փակել Լարսի անցակետը, այսինքն եթե իր անուններ ունենք այս իրավիճակը, մենք 4 կողմից բլոկադայի մեջ կհայտնվենք։ Առաջ հայացքից ճիշտ ես ասում, երկրորդ հայացքից կոպիտ ասած, եթե կարող են ինչի չէին անում։ Տես Ուկրաինայում 3 տարի պատերազմ էր, ավել, Ուկրաինայի տարածքում ոչ մի գազամուղ, նավթամուղ չվնասվեց։ Տարօրինակա, քաղաքներ բնաջնջվեցին, օղին հավասարեցրեցին, բայց ոչ մի գազամուղ ու նավթամուղ չվնասվեց։ Առաջինից շատ զարմանալի, բայց դա զարմանալի չի։ Որտեղ պատերազմողներն էլ գիտեն այն չգրված կանոնները, որը կարելի անցնել, որը չի կարելի անցնել։ Նույնիսկ ինչքան Ռուսաստանը Պուտինին համարենք բեսպրիձել, համարենք պատերազմի հանցագործ, մեկը նա իր սահմանները շատ լավ գիտի։ Շատ լավ գիտի, սահմանները չի անցնում։ Եթե նա ուզենար կարողանար այդ սահմանները անցնել, հավատացնում նա այս տունտունիկ չէր կարող 7 տարի Հայաստանում։ Հաստատ չէր կարող։ Հիմա այստեղ վաղուց եղել էր թե ռազմական հեղափոխություն, թե տերորներ էին եղել, չգիտեմ ինչ ասած կարեր աներ։ Իսկ ինչ մնում է գանք տնտեսական վիճակին, համաձայն եմ։ Ու դա մեզ հասնում է ինչի համար եմ ասում։ Բան ասենք Իրանի նման հարևան ունենաս, Ադրբեջանի նման հարևան ունես, նավթային երկիր նկատի ունեմ, նավթային գազային երկիր, ու փոխանակը այդ երկրների հետ այնձև հարաբերություն կառուցես, որ գազը ձրի կոպիտ ասած, մենակ տարածման հաշվին ձրի գազ ունենաս, հիմ նստես դարդ զանես, բա որ Ռուսաստանը գազը փակի։ Դա այսինքն մեր վատ հիմար քաղաքականության հետևանք է։ Դրել են մեր գլուխը սրսկել են, որ Թուրքիա, այսօր կարդում եմ Կարապետյանի ձեռքից ցանցը առնում են, որպեսզի չերես գրզով ծախեն թուրքերին։ Իշխան Սաղաթելյանի մտահաղացումն է, որ ուզում են հեծես ազգայնացնեն, որ տան թուրքերին։ Չի որ մի հիմարն է էդի գրել։ Լավ է, ենթադրենք ճիշտ է։ Եթե Թուրքիայական ինչ-որ ընկերություն, որը շատ լավ կառավարում է ցանցերը, ինչ կլինի, որ կա քո ցանցերը կառավարի, դու որակել հոսանք ստանաս, որակել սպասարկում։ Այդ ոնց է լրիվ աշխարհին Ռուսաստանի բոլոր շինարարությունները թուրքերը անում են, նորմալ է։ Հենց հերթը այդ բոբոն, այդ թուրքը պետք է այս ժողովրդի միջից դուրս գա։ Այո, դա է նոր ռուսական էլի հատուկ ծառայությունների նարատիվներն է։ Հայերի գլուխը սրսկեն թուրքը այդ վախը, զզվանքը, ատելությունը թուրքի նկատմամբ, ի վերջո մենք ինչ է կատարում, փոքր փոքր երկիր ենք, թե տարածքով, թե բնակչությամբ։ Մենք չենք կարող այս տարածքում ընենք թուրն առնենք, կանգնենք բոլորով, ասենք մենք ենք ու վերջ, աջ ու ձախ կոտորում ենք։ Մենք պետք է հարևանների հետ ունենանք նորմալ հարաբերություններ։ Մենք գոնե ստանցում եմ ես ապացուցես, որ Ռուսաստանը քեզ պահող, պաշտպանող չի, վերջ։ Դրա համար ինչա պետք հարևանների հետ նորմալ հարաբերություններ։ Կոնֆլիկտներ ունենք դա ծանր դեպքեր, ունենք ծանր հիշողություններ, ունենք ցեղասպանություն, ոչ մեկ չի ասում պետք է ուրանալ, մոռանալ, դες չի։ Ուղղակի դա դրոշակ սարքել պետք չի։ Եթե հիմի խորանալ ցանկացած այսօր կայացած խոշոր պետություն իր պատմության մեջ ցեղասպանություն ունեցել, կամ ինքնացեղասպան է, կամ իրան են ցեղասպանել։ Մարդկությունը վայրենի բարբարոս է եղել։ Որ պետության կյանքի պատմության մեջ շատ էլ տերմինը չի եղել։ Տերմինը նոր է, նորին է հասկացել, բայց այդ կոտորածները, ջարդելը, բնաջնջելը, միշտերելը։ Բայց նորմալ ժողովուրդները դրա վրով անցել են առաջ, իրաց ապագան են կերտել։ Մեզ հատանում թաղում են մեր անցյալի մեջ, գնացեք անցյալի մեջ խորովեք, տապակվեք ու ապագայի միայն նայեք։ Հասկացանք, եղել է, անցան, գնաց։ Պարոն Ներսիսյան, եզրափակենք այդ հեծի Սամվել Կարապետյանի թեման ու անդրադառնանք մի հատ Թուրքիային, որովհետև վարչապետը այսօր գտնվում է Թուրքիայում։ Տարբերակներից մեկը, որ Սամվել Կարապետյանը կարող էր կիրառել եւ քննարկվում է դա ցանցում, նա այն էր, որ օրինակ
նույն Կիրիենկոն հիշենք, որ Աբխազիայում հոսանքը անջատեցին եւ ասացին, որ կընտրեք այս տեխնացուին, Կիրիենկոն ասաց ժողովրդին ուղիղ տեքստով, որ կընտրեք այս տեխնացուին եւ մենք հոսանքը կվերականգնենք, դուք կունենաք էլեկտրաէներգիա։ Եվ այդպես էլ եղավ։ Մինչև ընտրվեց իրենց տեխնացուն, նոր հոսանքը վերականգնվեց։ Հիմա օրինակ Սամվել Կարապետյանը կարող էր այդ օպերացիան նաեւ, քանի որ Կիրիենկոն է նշանակվել Հայաստանի կուրատոր, նույն օպերացիան կիրառվի նաեւ Հայաստանում եւ այդպիսի գործիքներ Ռուսաստանը բազմաթիվ ունի, ոչ միայն հեծը, ատոմակայանն է իրենը, երկաթուղին է իրենը, չգիտեմ, տարբեր ռեսուրսներ հիմա տնօրինում է Ռուսաստանը։ Այդպիսի օպերացիաներ կարող են մշակել, որ անջատեն, ասեն, երբ որ մեր նամեստնիկը կլինի իշխանություն Հայաստանում, այդ ժամանակ էլ կվերականգնվի։ Ցորենի մատակարարում կլինի, գազ կլինի, հոսանք կլինի։ Բարեբախտաբար Հայաստանը իրոք պետություն է, թեկուզ կիսանկախ, բայց պետություն է։ Աբխազիան ընդհանրապես պետություն չի, պսևդոպետություն է, արի չհամեմատենք։ Ասենք Աբխազիանը դա նույնիսկ Ղարաբաղի չափ անկախություն չուներ, չնայած Ղարաբաղն էլ չուներ, էլ ռուսական ֆորսպորտեր գոնե, ուղղակի որ անմիջական շփում չունեին, այդքանով մի քիչ կիսավ անկախության էլեմենտներ ուներ։ Չհամեմատենք, իհարկե Ռուսաստանը կփորձի ամեն ինչ կփորձի։ Բայց մյուս կողմից լա արի նայենք, էլի, եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, եթե կարած 2-3 տարի 90-ականներին ցուրտ տարիներին դիմացանք կոպիտ շատ գրեհիկ եմ ասում, բայց փաստորեն արդյունքում է եղավ ոչ մի բանի համար, Ղարաբաղի համար, որը հիմա մերը չի։ Տեսականորեն չերել կարալիներ, որ այդ շարժումը, որտեղ ստեղծված չէր Ղարաբաղը մեծ տալու, այդ շարժումը ստեղծված էր ընդամենը, որ Հայաստանն ու Ադրբեջանին պահային Ռուսաստանի ազդեցության գոտում։ Այդքան զոհեր մարդկային, այդքան դժվար օրեր, ցուրտ ու մութ, եթե ժողովուրդը ի վիճակի է դիմանալ կոպիտ ասեմ հողի համար, անկախության պետության համար չարժի դիմանալ։ Ի վերջո այնքան զոհ, որ այ ժողովուրդը ասում տվել է վերջի, այս 150 տարում դրա 1% անկախանալու համար տար, այ ժողովուրդը ցուրկոնալ շատ իրոք կայացած անկախ պետություն։ Մեզ միշտ խաբել են, մեզ միշտ ել եմ ասում, ռուսական հատուկ ծառայությունը մեր գլուխը մտցրել են հող, ծովից ծով Հայաստան, չգիտեմ ինչ, շոմ ֆանտաստիկ բաներ, որ միայն հանկարծ մենք չմտածենք, թեկուզ այս մի թզի վրա ունենալ մեր անկախ, իրոք անկախ, սուվերեն պետություն, ինքնիշխան պետությունը։ Հիմա ոսորթե եկել է պատմական են պահը, որ թեթև շանս կա իրոք ձեռք բերել անկախություն։ Հիմա ես չգիտեմ Նիկոլին ինչ է եղել, անձնական նեղացրել են, թե վերջապես հասունացել է, գիտակցել է վերջինը, երեկվա ելույթ լսում, չգիտե ինչ անի, այդ նույն բաներ ես քեզ 7 տարի առաջ ասել եմ նոր գլխին, դա ջայն եմ, եթե նոր անգի էլի լավ է, եթե գլխի անգի։ Մի խոսքով հիմի հենց իրավիճակը, որ կարելի է իրոք անկախանալ։ Կրեմլը կդրի ամեն ինչի, բայց հաշվի առնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Կրեմլի ուժերը շատ թույլ են, շատ նվազեն։ Կրեմլը դու մտածի, Մոսկվան մտածի իր տարածքները անձեռնամխելի պահելու դեմոկրատական պատերազմի ցանկացած ելքի դեպքում Ռուսաստանը պարտված է։ Եթե նույնիսկ Կիևն էլ գրավի, մեկ ինքը պարտված է։ Ոնց որ պարտվեց Բերլինը գրավելուց հետո։ Բերլինը գրավեց, բայց ինքը վերջնահաշվարկով պարտվեց։ Որտեղ պետության հաղթանակը ինչու է որոշվում, մարդկանց ապրելակերպով, մարդկանց բարեկեցությամբ ու սահմանների անձեռնամխելիությամբ իհարկե։ Պարոն Ներսիսյան, գալով Թուրքիայի հարաբերություններին, ինչպես Սիմոն Վրացյանն էր ասում, ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի համար ճակատագրական ուժ է ու հիմա վարչապետը գտնվում է Թուրքիայում։ Մենք գիտենք, որ միշտ Թուրքիայի հետ երկխոսությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը եղել է Ռուսաստանի միջոցով։ Հիմա փորձ է արվում ուղիղ երկխոսել եւ ակնհայտորեն դա դուր չի գալիս Ռուսաստանին, որովհետեւ տեղական ինչ որ ուժեր նաև հենց ուղիղ Ռուսաստանից անընդհատ քննադատում են, որ այ հիմա գնում է Թուրքիա հերթական զիջումները անելու, գնում է Թուրքիա
հերթական փաստաթուղթը ստորագրելու, գնում է թրքացման եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ կարելի է սպասել հայ-թուրքական հարաբերություններից ու արդյոք Թուրքիան կգնա հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից թեկուզ որոշակիորեն տարանջատելու սկզբունքով, որովհետեւ մենք տեսանք, որ երեկ էլ Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում, երկու նախագահների արտիֆերամներ էին ծոնում, եղբայրության մասին էին խոսում։ Հիմա էլ վարչապետը գտնվում է Թուրքիայում Էրդողանի հետ հանդիպելու, ինչ դա կարող է տալ մեզ։ Չգիտեմ, այստեղ ուսում չունեմ, բայց դատելով ռուսական կողմի հիստերիայից երևի իրանց հետախուզությունը ինչ-որ տվյալներ, ինչ-որ ինֆորմացիա ունի, որ լուրջ ինչ-որ քայլերի հիմք դրվելու է այսօր։ Ենթադրում եմ, որտեղ այս հիստերիան իրոք անիմաստ հիստերիա է, էլի։ Մնում է հանդիպում, եթե ոչ մի լուրջ բան չկա, ինչ են այս հիստերիկացել։ Գուցե որովհետև իրենց միջնորդական առաքելությունն է սպառվում, եթե նախկինում իրենք էին երկխոսում Հայաստանի փոխարեն, հիմա մենք ուղիղ ենք տանում։ Եթե իրանք վստահ են, որ Էրդողանը իրանց եղբայրը իրանց վրայից չի թռնի, ուղղակի Հայաստանի հետ ուղղակի որևէ բանակցություն չի վարի, որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իրանք չեն այստեղ, մտածին հանդիպումը դեպի թող գնան մեր ախպեր Էրդողանն, Նիկոլին խափի կհարիցնի կճանապարհի։ Ինչ է եղել որ, բայց որտեղ լրացել են, ինձ թվում է շուտ ավելի լուրջ բան կա, որ իրանք գիտեն, մենք չգիտենք։ Համենայն դեպս մեր պետության կայացման ու լինելության միակ ճանապարհը Թուրքիայի հետ ուղիղ անմիջական հարաբերությունների հաստատումն է առանց միջնորդների առաջ ու պետք չէ միջնորդները ոչ եվրոպացիք լինեն, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ, պետք չէ անմիջապես։ Ի վերջո այդ թուրք ասածը դա հայնա, հույնա, հրյանա, եզդինա, քուրդնա, ովքեր այդ տարածքում ապրել են մինչև այդ մի բուր թուրքերի в общем ցեղերից տեղ գալը 200,000 մարդ է եկել իրանց ապոզներով, իրանց կանանուկով, երեխեքով, ոնց կարեն այդ 200,000-ը դառնային 80 միլիոն։ Դրանք այդ նույն մեր էթնիկ հայերն են, ովքեր այդտեղ ապրել են, նույն ժողովուրդներն են, որ որպես արդեն պետություն ազգ դարել են թուրք։ Այնպես որ իրանք ավելի մեծ հոգեհարազատ կարան լինեն, քան թե այն իսկական Ռուսաստանի այսօրվա թաթարները, որ դարել են ռուս։ Մի քիչ փոճուճ ասացի, բայց երևի միտքս հասկանալի է։ Թուրքերը այսօր ավելի եվրոպայականացվել են, քան թե ռուսները, որ մնացել են թաթար-մոնղոլական լծի տակ։ Ի վերջո Ռուսաստանի շատ թաթար մոնղոլներն են, որ անվանափոխվել են։ Հարցը նա է, մենք Թուրքիայի հետ հարաբերություններում կարողանանք երկխոսել այնպես, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս դրա վրա շատ չանդրադառնան եւ մինչեւ նախապայման կա, չէ՞, ըստ էության, որ եթե չստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, հայ-թուրքական սահմանը չի բացվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, այս հանդիպումը կարող է ինչ-որ բան փոխել դրանում։ Ես չգիտեմ կոնկրետես մի հանդիպում ինչ-որ բան կփոխի, չփոխի, բայց արի մի հատ հստակեցնենք։ Այսօր Ռուսաստանի ֆորպոստը ավելի շուտ Ադրբեջանն է, քան թե Հայաստանն է։ Այսօր Ադրբեջանը ավելի մոտ է Թուրքիային, քան թե Ռուսաստանին։ Այնտեղ կարան իրանք էկրանի առաջ բաժակաճառասեն գրքեն թե հակառակը մոտ են Ռուսաստանին, քան Թուրքիային։ Այդ մասում ավելի մոտ է Ռուսաստանին ադրբեջանցի, քան թե Թուրքիային։ Սա կարող է Էրդողանն ու Ալիևը իրար գրքեն պաշտպրոշտյան են, բաժակաճառեր ասեն, բայց Էրդողանը հիմա չի հասկանում, որ այսօր Ալիևը գործում է Պուտինի ձեռքի տակ, Պուտինի հրահանգներով շարժվում առաջ, ի վերջո չմոռանանք, որ Ալիևը Ռուսաստանի ինստիտուտ ավարտել, բնական է Ռուսաստանում հավաքագրվել է, առանց դրա չերկա, իր հերը ինքն եղել է KGB-ի գեներալ, ամեն ինչը չմոռանանք, էլի։ Ալիևի Ռուսաստանի Ադրբեջանին ես լուրջ գործում չեմ ընդունում, չեմ համարում։ Այն որ մեզ դրել են Ադրբեջանը եկավ, հարձակվեց, գրավեց, վերցրեց, խլեց, ուժը էսա ինչ, Ադրբեջանը արեց այն, ինչ որ պետք է աներ։ Միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանը ոչինչ ավել չի արել։ Ընդհանրապես վերականգնել է իր տարածքները։ Բայց էթնիկ զտումը արդեն միջազգային իրավունքից ակնհայտորեն չի փոխվում։ Էթնիկ զտումը Ռուսաստանի
Ռուսաստանի հրահանգով էր, ու բերող հետարկեր ոչ թե հրահանգեց ինչքան Ադրբեջանին չհրահանգեց, ինչքան Ղարաբաղին հրահանգեց։ Դա ինչ էր եղել, թողա գիտեին 20 թվին պատերազմ եղել, պարտվել եք, դարել եք արդեն Ադրբեջանի մաս։ Նորմալ ձեզ շանս էր տված 3 տարի հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, ձեր համար ապրել։ Կամ պետք է Ղարաբաղցիք ընտրեին հարաբերվել Ադրբեջանի հետ նորմալ ապրել, ոնց ապրել էին դրանից առաջ 1000 տարի։ Հիմա ինչ կարևոր է դրա ունը Ադրբեջաներ, պարսիկեր, թուրքեր, երբ այդ մարդիկ այդտեղ այդ ժողովուրդը ապրել են հայերը եւ այդ ժողովուրդը։ Այդ ժողովրդի անունը դնենք մուսուլման, դնենք կովկասյան թաթար, դնենք պարսիկ, ինչ ուզում ես դի ալբանացի, կարևոր չի։ Այդ տարածքում 1000 տարի այդ հայերը եւ այդ ժողովուրդը ապրել են։ Թե իրանք իրաց ոնց ինքը անվանեն, ինչ անվան, մեր ինչ գործն է։ Այդ մարդիկ ապրել են հազարավոր տարի։ Ու կեցեն են ուժեղ հայրենասերները, որ կարողացան այդ մարդկանց այդտեղից դուրս հանել։ Հա, դու զտում էր համաձայն, բայց էլ Ռուսաստանի խավորությամբ։ Ռուսները դες չէին պլանավորել, ռուսները պլանավորեին, որ մի 20000 հոգի կթողեն, որ իրանց ֆորպոստը մնա, իրանց բանակը լավ ավելի խելացի դուրս եկավ, ասես հանել այլ բարի միակ, եթե մեղքի տակ ենք մտնում, զտում ենք, ամենա բոլորին լանենք, ճամփենք, մաքրենք, այս տարածքը պրծնենք։ Այսօր էլի առանց Ռուսաստանի այստեղ ոչինչ չի կատարվում։ Միշտ չէ Ռուսաստանը խելոք ծրագրեր ամշակում կամ կարողանում է իր մշակած ծրագրերը իրագործել։ Հա ինքը որոշել էր Ղարաբաղը կողքի շրջանները հանձնել Ադրբեջանին համոզելով մտնել այդ զիբիլա в общем դերել իր լծի տակ։ Ալիևն էլ արեցից օգտված էր, եթե կարամերցկանը վերցնում չի, շատը վերցնում չի քչով բավարարվում։ Շնորհակալ եմ պարոն Ներսիսյան։ Խնդրեմ։ CVK-ի եթերում զրուցեցինք Արա Ներսիսյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։